Ողջույն, 24-ի հետերում հետագից Նևես Նարեկ Գալստյանն, ինչպես առաջին կադրից միանգամից կարող եք տեսնել, այսօր ոչ մեզ համար բնական, բայց մի քանի անգամ ավելի հաճելի պայմաններում ենք նկարելու մեր հաղորդումը եւ այսօր մենք գտնվում ենք այն բնակավայրում, որտեղ տնային կալանք է կրում դատարանի որոշմամբ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Սրբազան հայր, Աստված օգնական։ Աստված պահապան, Նարեկ ջան։ Ոնց եք։ Կարոտած էի, 1 տարի չեմ հանդիպել, չէ՞։ Այո, 1 տարի մոտավորապես չենք հանդիպել, մենք էլ ձեզ նայում էինք այս հեռուստաեթերների եւ այդ անիծյալ ապակիի հետևից, ամենբեկս ունենալով մեր մեջ մեր էմոցիաները։ Առիթն օգտագործելով, ասեմ, շատ շնորհակալ եմ եւ ձեզ եւ բոլոր այն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր այս ողջ ընթացքում ոչ միայն մեր գործի իմաստով, այլ ընդհանրապես արդարության առաջամարտիկներ եղաք։ Սիրով Սրբազան։ Հետևել եմ մի քանի բաների, որքան հնարավոր էր, իսկապես մեծ գնահատանքով եմ անդրադառնում։ Դուք հիմնական իմաստով այս օրերի ձեր ուսերի վրա տանողն եք։ Սիրով Սրբազան, ուրիշ բաներ չասեմ։ Սրբազան, գալով նախ շնորհակալ եմ, որ առիթը ընձեռեցիք եւ ժամանակ գտաք, գալով հիմնական հարցերին։ Տեսեք, այսօր 2025 թվականի հունիս 10-ն է։ Հունիս 7-ին 26 թվականի։ Հունիս 7-ին տեղի ունեցան ընտրություններ։ Ընտրությունների արդյունքով ընդդիմությունը պարտվեց ու ամեն հավանականությամբ Հայաստանի իշխանությունները շարունակելու են իշխանավորել առաջիկա 5 տարիների ընթացքում։ 1 տարի է դուք դրանից առաջ գտնվում եք շուրջ 1 տարի կալանավայրում, իսկ 2024 թվականից վերցեցիք պայքարի դրոշը եւ առաջնորդեցիք Սրբազան շարժումը, որը մինչև հիմա փաստացիորեն շարունակվում է։ Ինչ էս պատմական որոշակի էքսկուրսը նկարագրեցի։ Այս ամեն ինչի արդյունքում կամ հետևանքով միևնույն է, այն իշխանությունը, որի դեմ դուք պայքարի դրոշ վերցրեցիք, ընտրությունների արդյունքում ստացավ շուրջ 720,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայն եւ շարունակում է պաշտոնավարել։ Հարց. արժեր արդյոք այն բոլոր զոհությունները, որ դուք ունեցաք այս տարիների ընթացքում։ Նարեկ ջան, այս շատ մեծ թեմա է։ Իսկապես ինձ համար ամեն ինչի հիմքը հոգևոր հաստատությունն է։ Ես այդ աչքով եմ ամեն ինչը քննում։ Ոչ թե սոցիալական կյանքից կամ այսպես ասած աշխարհից եմ գալիս դեպի այդտեղ, այլ ինձ համար հիմքը բոլոր մտածումների, ըմբռնումների եւ փորձելու նաեւ պատասխանները գտնելու դա է։ Հոգևոր հաստատությունը, հոգևոր հիմքն է։ Հիմա նախ ասեմ, որ երբ հարցնում եք արժեր կամ ոչ, սա իմ համոզմունքն է եղել։ Ինձ կարևոր է, որ հասներ տեղ, բայց իմ անձնական համոզմունքն եղել է, ես անձնական իմ բաժին պատասխանատվություն եմ կրում այս ամենի համար։ Եվ ինձ համար էլ մեր կյանքի վերջակետը շատ կարևոր տեղ է։ Մարդիկ չեն հասկանալու իմ ասածը, բայց այդպես են։ Յուրաքանչյուր մարդ ինքն իրեն պիտի հարց տա, այս կյանքից ինչպես է հեռանալու, կիսատ թողած, պարտված, նզովված, թե ամբողջացրած, հաղթանակած եւ օրհնված։ Յուրաքանչյուրի համար հարց պիտի լինի սա։ Ես չեմ կարողացել համակերպել ստի հետ, կեղծիքի հետ, խաբեության հետ, բարոյական դաշտում ամբողջությամբ, այս ատելության հետ, թշնամության հետ։ Չեմ կարողացել համակերպել հայրենիքի հանձնման հետ Արցախի։ Չեմ կարողացել համակերպել այն հազարավոր զոհերի, անհայտության մեջ գտնված մեր եղբայրների գոյության առկայության հետ, այն հազարավոր հաշվված մարդկանց հետ։ Լավ, բայց ես ինչ եմ անելու։ Այդ բոլորի առջև ինձ համար սովորական երևույթ է լինելու։ Չէ՞ որ ես դրանց մասին խոսել եմ տարիներով, քարոզել եմ տարիներով, որպես եկեղեցական եմ ասում, 30 տարի եւ ավելի դրա մեջ եմ ապրել, օրինակներ եմ բերել, Վարդանանց, Սարդարաբադ, ինչ իմանամ, մեր պատմության բոլոր ելևէջներից։ Հիմա եկել հերթ հասել է ինձ, ես ինչ պիտի անեմ։
ասեմ ոչ, արժանի են, արժանի չեն, չի, ես այդ բարձունքից չեմ դատում իմ կյանքը։ Առաջին հերթին իմ պատասխանատվության բաժին եմ ուզում տեսնել այդտեղ։ Իմ անելիքը, որը կարող է լինել սխալված կամ չհաջողված, որը կարող է լինել ճիշտ կամ հաջողված։ Ես չեմ ուզում Սրբազան հայր վիրավորել ձեր զգացողությունները բացարձակ, բայց այնուամենայնիվ այն ամեն ինչի որ համար դուք պայքարում եք, այդ թվում նաև ի սկզբանե ձեր ղեկավարած շարժումը կոչվում էր Տավուշը հանուն հայրենիքի։ Այդ նույն Տավուշը հանուն հայրենիքում օրվա իշխանությունները ստացան մեծամասնություն ձայների Կիրանցի հարցում, նույն Կիրանցի հարցում անշուշտ Կիրանցի բնակիչներից մեկը Facebook-ում ինչ-որ մեծ բաներ գրել, բացատրելով, բայց այնուամենայնիվ 4 թվերը, եթե վերցնում ես եւ 4 թվերը դնում ես, այն Կիրանցը, որի համար դուք ի սկզբանե սկսեցիք պայքարը եւ մեծ հաշվով դրա հետևանքով էլ հայտնվեցիք ու 1 տարի գտնվեցիք տանտում, այդ Կիրանցը ընտրեց օրվա իշխանությանը։ Ես դրա համար եմ հարցնում։ Միգուցե նայեք, մեր օրինակը, իմ օրինակը, մեր տերն է։ Մարդ պետք է որ ինքնախապեյությամբ չզբաղվի այս կյանքում։ Նույն ժողովուրդը, որպես թագավոր ընդունում էր Քրիստոսին Երուսաղեմ մուտքի ժամանակ ծաղկազարդով, նույն ժողովուրդը խաչում էր իրեն եւ խաչի տակ էլ մարդ չկար։ Մեր կյանքի ամենապատկերն է եւ հաջորդ վարքյանին այդ նույն ժողովուրդը 5000-ով, 10000-ով եւ այլն դարձյալ եւ այսօր դարձել արդեն 1 միլիարդ եւ ավելի գնաց այդ ճանապարհով։ Մարդիկ մոլորություն էլ կունենան, շահեր էլ կունենան, ամեն ինչ էլ կունենան, բայց ես եւ կարծում եմ յուրաքանչյուր գաղափարական մարդ իրավունք չունի հենվելու այն բանի վրա, որ ես անում եմ սա, որովհետեւ այս մարդիկ արժանի են։ Ես ինձ համար եմ անում դա։ Ինքս իմ եւ Աստծո առջեւ պատասխանատվությունը կրելու։ Երբ որ վերջին հաշվով Աստված ինձ ասի՝ ուր էիր, ինչ էիր անում։ Ես չասեմ, որ ես զլացա, չէ՞ որ մեզ դետ է կարգել, ասելով որ գնա եւ խոսի, քեզ կընդունեն, լավ, չեն ընդունի, իրենց արյունը, իրենց գլուխը։ Եզեկիելի մարգարեության մեջ։ Հիմա մենք ինչ ենք անում։ Ես ինձ համար եմ պատասխանատու նաեւ եւ հատկապես եւ առաջին հերթին չկա այդ տեսակ բան, որ ժողովուրդը արժանի է կամ անարժան է։ Այդ պատմությունը ցույց կտա արժանի է կամ ոչ, բայց պետք է ժողովրդի արժանին անջի, ձեր զողողությունները։ Այո, իմ զողողությունը իմ համոզմունքից է բխում։ Մեր Տերը գնում էր խաչվելու իր սիրո քարոզիչ, հաշտության քարոզիչ լինելու համար, մեղադրվեց որպես պետական հանցագործ եւ խաչվեց, բայց եւ հաղթեց, որովհետեւ իր համոզմունքի համար գնաց։ Չասեց, որ ձեզ համար եմ ես սա անում, ես եկել եմ, որովհետեւ դուք իմ կարիք ունեք, ասեց ես բերել եմ սա։ Ընդունում եք շատ լավ, չեք ընդունում դուք գիտեք։ Ես գնում եմ այս ճանապարհը։ Շատ մեծ հարց է դա, դրա համար հենց խոսքի սկզբում ասացի կներեք Նարեկ ջան, բայց ես գալիս եմ նաև հակառակ կողմին, հենց այս ընտրությունների հետ կապված։ Որքան որ դուք ասում եք 4 թվերը փաստացի եւ այլն, այո, բայց փաստացի նաև այս ամբողջ բռնաճնշումների ներքո, դրսի ահռելի ազդեցության ներքո եւ այս ամբողջ տարիների կաշառված լինելու ներքո, այնքան փող եւ այլն գայթակղություններ բաժանելով անդերձ մեր ժողովուրդ խորքում 51%-ը մերժել է այս իշխանությանը։ 51%, կեսից ավելին մերժել է։ Եվ ես չեմ ասում եմ վախով քվեարկած մարդկանց մասին, չեմ ասում շահեր ունեցող մարդկանց մասին, չեմ ասում հազար ու մի այլ բան, որոնց ճնշել, վախեցրել եւ այլն արել են։ Բոլոր առումներով սա գաղտնիք չի։ Կոնկրետ 51% այս երկրում, մեր ժողովուրդը, անկախ նրանից են փոքր բան ձայներ ում ինչ են արել, իրենց չեն ընդունել։ Սա արդեն փաստ է։ Սա փաստ է։ Հա, բայց արձանագրված փաստ։ Մնացածը տեխնիկական, խորհրդարանական, սահմանադրական, թվերի տարբերություն, վերև ներքևներ են, բայց լայն առումով երկրում փոխվել է իրավիճակը։ Ես հիմա որ ասում եք, մի հատ ֆիլմ կա, չէ՞, մեր Թոթովենցիկ բանով սցենարով գրված Ջերմակ ամրուժները, թե չեմ սխալվում, որտեղ
քահանան գնում է հորը համոզելու, ասում է այստեղ նայ, ասում է, սա սիգարետը որ կծխեմ, ես կծխեմ, բայց ծուխ ուրիշներուն գերտա։ Հիմա այդ ամեն ինչը թվերը 51% մյուս եւ այլն ծուխը գնացել է դեպի օրվա իշխանություն եւ օրվա իշխանությունը վերարտադրվել է ու մենք շատ ենք տեսել վերարտադրված իշխանություններ։ Հապա։ Ու տեսել ենք վերջում ինչ է եղել։ Սա սկիզբն է ամեն ինչի։ Ես համարում եմ, որպես այս թեման իմ համոզմունքը հայտնեմ, ես համարում եմ, որ մեկ քայլ առաջ ենք մենք գնացել այս իշխանությունների հեռացման ճանապարհի մեջ։ Բոլոր այն նախընթաց քայլերով, այն զրոյական, մինուսական կարող եմ ասել, կետից հասել ենք միտեղ, որ շատ, ինչպես ասում են, գալուստը մոտ է։ Իդեպ մերձ է, վասնզի մերձ է որտի առն որպես գիրաս է։ Իդեպ կա այսպեսի գնահատական սրբազան, որ ձեր սկսած շարժումը եւ դրա կուլմինացիան մայիսի 9-ի հանրահավաքը երթի եւ դրան հետեւող իրադարձությունները իրենք վերջնականապես հայ ժողովրդի կամ Հայաստանը բնակ Հայաստանի քաղաքացիների մի մասին օտարեցին օրվա իշխանություններից, այսինքն եթե այդ շարժումը անգամ չհաջողվեց, բայց այդ օտարումը ժողովրդի եւ մի մասի եւ իշխանության տեղի ունեցավ այդ շարժման հետևանքով։ Ես հետո դրա գնահատականն ու վերլուծություն շատ եմ խորել դրա մասին, բայց մի կարևոր առանցքային բան ասեմ։ Առանց արդարացնելու կամ այսպես ասեմ քննադատելու։ Մի հատ 23 թվի հոկտեմբերից հետո, Արցախի հանձնումից հետո ամբողջ մեր ժողովրդի կամ եթե ոչ ամբողջ, այլ ընդհանուր մթնոլորտի գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների իրավիճակով այն ամբողջական հուսահատության մեջ գտնված վիճակը մինչև 24 թվի մարտը այդ աչքի առջևով անցկացրել։ Մարդիկ չեն նկատում դա։ Դե մենք ինչ դեպրեսիայի մեջ ենք ապրում։ Այս շարժման բուն ասելիքներն եղավ թեկուզ եւ աշխարհին, որ է ժողովուրդը չի մեռել, ինչքան էլ փորձում եք սպանել, ահավասիկ չի մեռել է ժողովուրդը եւ յուրաքանչյուր պահ իր խոսքը կարող է ասել։ Պատկերացրեք հանգիստ խաղաղ այդ կիրանցնել հանձնում էին, ոնց որ հանձնեն, եթե ոչ ավելիով իհարկե։ Ու բոլորը լուր խաղաղ ոնց որ նորմալ տեղի ունեցավ անցներ գնալ։ Մենք որպես ինչ կդառնայինք այլևս։ Անողնաշարների հավաք։ Բայց սփածան ժողովուրդը միշտ իր խոսքը ասում է, այստեղ հարց առաջնորդության մեջ է։ Դեպրեսիայի ժամանակաշրջանն եմ ասում, Արցախից հետո այդ հսկա հարվածից հետո եմ ասում։ Հենց քաղաքական գործիչներ, կուսակցություններ, որ վերջացած վիճակում ենք, այսինքն այդ հույսի զգացումը այլևս ես անձնապես ես էլ եմ ապրել դա, այսինքն ինձնից դուրս չգա որ ասեմ, չէ, ես խանդավառ էի, չգիտեմ ինչ է, չէ, նույն հոգեվիճակում գտնվում է ինչպես բոլորը։ Մթնոլորտային իմաստով ասում։ Եվ դա է փոխել, դա է բերել։ Երկրորդ, մենք հենց սկզբից հրճակեցինք եւ խնդիրներից մեկը մեր կյանքի եղավ, որ սա քաղաքակրթական բովանդակության մասին պայքար է։ Այսօր սկսել են խոսել տարբեր քաղաքական գործիչներ, այն ժամանակ այդ նույն մարդիկ ինձ ասում էին, չէ, պետք է քաղաքական բանով խոսենք, քաղաքական լեզու օգտագործենք, ասում են, ոչ, ժողովուրդ, մենք այս մարդկանց հետ չեն կարող մտնել այդ դիսկուրսից։ Մեր խնդիրը բովանդակության մասն է, որովհետև հարվածը բովանդակությանն է։ Այս քողարկված հարվածը մեր քաղաքակրթական արժեքին է, մեր բովանդակությանն է, մեր էությունն է, այնտեղ է հարվածը։ Իսկ այդտեղ որ քանդեն, ամեն ինչ կքանդվի, էլ ինչ քաղաքականություն կամ սա կամ նա։ Սպասակ իրանցի մասով որվա իշխանությունները պարբերաբար հայ իրենց կողմնակիցներին տանում են այդ հայտնի պատնեշի, չգիտեմ, ցանկապատի մոտ ցույց են տալիս, այնուհետև կադրը փոխում են դեպի մի քանի մետր են կողմ խաղացող երեխաների, ֆուտբոլի դաշտ, մյուսը ասում են, ահա, այսպիսի խաղաղ վիճակ մենք ստեղծեցինք իրանցի համար, իսկ եթե այն շարժումը, որ դուք եք առաջնորդում, Աստված մի արասը իրենց ասելով հաղթեին, ապա Ադրբեջանը մտնելու էր թե իրանցել, թե շարունակելու, մենք գտնվելու էինք մի ծայրահեղ, ողբերգական, օկուպացված վիճակի
մեջ, բայց տեսեք թե մեր երեխաները ինչքան խաղաղ եւ հանգիստ են ապրում։ Շատ լավ։ Ուրեմն հարցը միայն Իրանցը չի եղել մեզ համար, հարցը ամբողջ Հայաստանն է եղել եւ մեր պատիվը։ Մենք որ հաղթեինք եւ հաղթելու ենք, այդ պատը մյուս կողմը կլիներ գետի, ոչ թե այս կողմը կլիներ։ Եվ նույնը ադրբեջանցի կասեին, որ ինչ խաղաղ ենք ապրում եւ այլն, ինչ լավ է։ Սա է մտքերի տարբերությունը։ Մենք երբեք ագրեսիա չենք դրսևորել այդ իմաստով, բայց իրենք դրսևորեն։ Երկրորդ բանը այն ինչ որ տեղի ունեցավ, դրա դիմաց այս մարդիկ խափեցին խոստում տալով այդ ժողովրդին, որ 900 հեկտար այնտեղից վերցնելու ենք Բերքաբերի շրջանից, այստեղից հանձնելու ենք եւ այլն։ Կզլ հաջ էին ասում, չգիտեմ ինչ էին ասում, մոռանալով որ ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ այսօր սահմանը դա սրտում է եղել, չէ՞, այդ տարածքի հայկական իրականության։ Դա անդադ գարնիկին դեպի հիշեցնում Դանելյան ասում եք հանձնելու են սուտ են ասում։ Կհանձնեն մի օր, այդ ոչ մի բան կասկած չունենաք։ Հայաստանը դարձնելու են սրանք տարածք, ես բազմաթիվ առիթներով ասել եմ։ Տարածք ուղակի։ Թմրամիջոցների, փող լվանալու, զանազան այլ կոմունիկացիաների, հիմա ավելացել է նաև հանքանյութերի, չէ, արդեն պայմանագրեր են ստորագրում։ Trip-ի մասով եք ասում։ Trip-ի մեջ է կամ դրանից դուրս է, չգիտեմ, բայց հանքանյութերի մասին կոնկրետ արդեն որոշակի հայտարարություններ կան, չէ, ամերիկյան կողմից, հայկական կողմից եւ այլն։ Նաև դրա, այսինքն ինչքան հնարավոր է, քամելն է Հայաստանը։ Հայաստանը լինելու է մի հատ մեծ ճանապարհ ուղակի։ Վրայով անցնելու են գնան գան ինչ որ ուզենան անեն։ Եվ սա եղել է ամբողջ նախնական պլանը, ծրագիրը, եւ սրա մասին չեմ էլ թաքցրել, ես անընդհատ ասել եմ, եւ գրել եմ, բանտից եմ գրել, քանի անգամ։ Առանց կիլոմետրաժի, սա էլ իմացեք, առանց կիլոմետր քառակուսում։ Ոչ ոք հարց չտվեց այս մարդուն, այս ամբողջ ընթացքում։ 2000 մինչև 2024 թիվը, ներողություն 25 թիվը նույնիսկ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի այդ Չարաբաստիկ Պրագայի հայտարարությունը ստորագրելուց մարդու անունը չէ Շարլ Միշել։ Այո։ Շարլ Միշելի հետ միասին այսօր փաստացի չունեմ, կարծում եմ արձանագրված է թղթով իրենց ասած այսպես կոչված Ալմաթայի հռչակագրով, որը ոչ մի արժեք չունի, ՄԱԿ-ով միջազգային, այստեղ բանալի բառը միջազգայինն է, միջազգային հանրության կողմից, այսինքն դա լինում է Միացյալ Ազգերի կազմակերպություն կամ այլ կազմակերպություն, իրենց շատ սիրած Ալմաթայի հռչակագիր հայտարարություն հայտարարում էին, որ Հայաստանը եւ պաշտոնական եւ նաեւ մամուլի ասուլիսով, այո, հարցազրույց մամուլի ասուլիսով 29800 կիլոմետրը Հայաստանի Հանրապետություն հայտարարել են սա թե ոչ։ Հայտարարել են։ Շարլ Միշելով ասելով, որ սա միջազգային ընդունված տարածքն է, մենք մի սանտիմետր չենք նահանջել, չէ՞։ Մեկ էլ հանկարծ 6 ամիս թե մի տարի հետո դարձավ 29743, հա, 743։ Ինքան են ասա արդեն անգիր գիտեմ։ Միջազգայինորեն ճանաչված։ Հիմա Նարեկ ջան, դուք միջազգայնակ եք, ես ոչ։ Ինձ խնդրում եմ բացատրեք 6 ամսվա մեջ ոնց ինչպես է պատահում մի երկրի միջազգայինորեն Ալմաթայի հռչակագրով իրենց սիրած։ Ես անկեղծ ճանաչված երկիրը փոխվում է։ Ինչպես է լինում, որ փոխվում է 29743։ Ես չունեմ այդ հարցերի պատասխանը, Սրբազան, որովհետև ինչ քարտեզ են օգտագործում, ինչ են անում, ինչ են հիմք վերցնում։ Ինչ ուզում են թող օգտագործեն, ես ինչ եմ ասում, տեսեք, նայեք, ինձ նաև Պետրոս Ղազարյանն է տաղավարում, կռվում էր հետս։ Ասում էր դուք մերժում եք 29800, ասում եմ ինձ համար իմ երկիրը այնտեղ է սահմանը, որտեղ զինվորը կանգնած է, վերջ։ Հարցրեց, որ Շուշին այն ժամանակ բան էր, նոր այդ Արցախի ողբերգությունից հետո էր դեռ չհանձնված վիճակով։ Բայց Շուշին ասում, Շուշին գերեվարված այնպես ինչպես մեր տղաները Բաքվի հանձնված էր արդեն ամբողջ Արցախը։ Այո, չէ, Շուշին էր միայն հանձնված։ Շուշին այդ տարածքով Արցախ դեռ Լաչինի ճանապարհը բաց էր։ Ասում գերեվարված այնպես ինչպես մեր տղաները Բաքվի բանտում են գերեվարված։ Հիմա նշանակում որ իրենք մերոնք չեն։ Ասենք Շուշին որ գերի են տարել, գերեվարել են, բանտ են դրել, նշանակում է իմը չի։ Բաքվի բանտում էլ իմ ընկերներն ու եղբայրներն նստած են, խորհուրդն է դա։
Պնդում էր 29800-ից հրաժարվում միջազգայինորեն ճանաչված կա տեսանյութերով։ Հիմա 6 ամսվա մեջ այդ նույն միջազգայինորեն ով ճանաչեց 29743 միջազգայինորեն ճանաչվածն է այստեղ արտահայտությունը։ Ես ինչու եմ սա շեշտում, որ Հայաստանի այլևս կիլոմետրաժի խնդիր չունի։ Սրբազան, բայց ոչ մի սահման չկա։ Հիմա մի բան ասացիք, որը վստահ եմ, որ վայ իշխանությունները օգտագործելու են ու ասում են, տեսեք ինչ է ասում Բագրատ Սրբազանը, նա ասում է իմ համար իմ հայրենիքը այնտեղ է, որտեղ որ կանգնած է իմ զինվորը։ Այո։ Այդ պարագայում Ադրբեջանի ու Թուրքիայի համար էլ կարող անել իրենց հայրենիքը։ Իրենց համար այդպես է։ Իրենց համար այդպես է։ Բաղը որ օկուպացնեն ու իրենց հայրենիքն է։ Ավելի օկուպացնեն, ավելի իրենց հայրենիքն է։ Իրենք չեն էլ հրաժարվել օկուպացնելու մտքից։ Իրենց համար սա 101 հազարամյակների պատմությունը, այսինքն թուրքաբանությունը, այսպես ասեմ, գնացեք մեր ձեր ընկերներից հարցրեք։ Հարցնելու կարիք չունեք, վստահ եմ շատ եք խոսել։ Մեր մասնագետներից, թուրքագետներից, իրենց համար հողի արժեքը պատվի հետ է կապված։ Եվ իմիջիայլոց սա շատ սուր գրային է, աստվածաշնչյանը։ Աստված մարդու պատիվը, ազգի եւ ժողովրդի պատիվը չափում են հողով, չափում է երկրով։ Մեղքը, եթե ժողովուրդը գործում է, երկիրը քչանում, փոքրանում է։ Արդար ժողովրդի երկիրը մեծանում է եւ խոստումներն էլ են այսպես Աստծո։ Այսպես է եւ թուրքական մտքի մեջ տարածք զիջել մի միլիմետր, ես ձեզ այսօր վստահեցնում եմ, հենց այսօր, թեպետ ժամանակին եմ շատացել, հաստատուն ասում եմ, այս կեղծ սահմանազատում, սահմանագծում կոչված process-ում 1 սանտիմետր Հայաստանը ոչ մի բան չի ստանալու։ Բացարձակ չի ստանալու, եթե ստացող լինեին, այդ 900 քառակուսին, որ իբր թե ընդունում էին, որ Հայաստանինն է, այդ ժամանակ բարի կամքի դրսևորմամբ կհանձնեին։ Բայց չեղավ, հակառակ խորացնում են։ Եվ թուրքական միտքը հողի համար, ինչ են ասում թուրքերը ընդհանրապես։ Ասում եմ, եթե մենք նվաճում ենք հողը, դուք ոսկեով այն չեք կարող գնել։ Եթե ուզում եք վերադարձնել, սրով պիտի գաք մեզ վրա։ Այսինքն իրանց մտքի մեջ նվաճումը արդար է։ Եվ իրանք են միակ ժողովուրդը այս աշխարհում, որ արդարություն պիտի բերեն։ Վկայություն Էրդողանի գիրքը։ Սա է այդ մարդկանց մտքի մեջ։ Մենք դուրս ենք եկել ամբողջ անծայրածիր տարածության մեջ պայքարի այս ամբողջ բովանդակության մեջ տարիներով, հարյուրամյակներով դուրս ենք եկել մի ահռելի ուժի դեմ կամ իրենք են ավելի ճիշտ հրահարել, որ դուրս գան, որը միայն կլանելու մասին է մտածում, որի գոյությունը արդեն իսկ սպառնալիք է քեզ։ Այնպես չի, որ դա մի ժամանակահատվածով անցնում է։ Եվ երկրորդ պատերազմների կամ ընդհանրապես պատմության զարգացման բովից ծիրից ներս են։ Մարդիկ պատերազմով հաղթում են ինչ-որ ժամանակ, սկսում է տնտեսական էքսպանսիան եւ սկսում է բովանդակային փոփոխությունը։ Հիմա մի քիչ մեզ մոտ հետո առաջ անգել պատերազմի պարտությունից հետո մեզ վրա եկել է բովանդակային փոփոխության խնդիրը շատ ծանր ձևով եւ զուգահեռ գնում է տնտեսական։ Տեսեք, 18 թվի մեր Սարդարապատից առաջ կամ նախասարդարապատյան եւ հետ Սարդարապատյան օրերի մեջ են կարծես ապրում։ Հետ մայիս 28-յան ավելի ճիշտ, նախա մայիս 28, հետ մայիս 28։ Նույնը տեղի ունեցավ մեր ժողովրդի այս հիվանդ, գաղթական, հայրենի կորցրած վիճակով դուրս գալը, չէ՞ որ կորցրել ենք, արդեն եկել են մեզ կլանելու ամբողջությամբ։ Պատկերացրեք մարդիկ ձեռքեր ծալեին, դե ասային լավ, հիմա ոչ մի բան չանենք։ Սարդարապատ, չէ, այսօր մենք գոյություն չենք ունենա ոչ մի ձևով։ Երկրորդ պարագան մայիս 20-ից տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունը, որ կործանեց մեր պետականությունը որպես այդպիսին, եւ ինչ տեղի ունեցավ դրանից հետո պրոլետարների բանվորակ գյուղացիական եղբայրություն համաշխարհային, չէ, ամբողջությամբ, եւ նաեւ տեղի ունեցավ այդ ամբողջ համասեռությունը, այսինքն համահարթեցում, այո, որ բոլորը հավանեն նույնն է, հա։ Այո,
Եվ նաև այդ հաղորդակցության, այսինքն բանվորական պրոլետարիատի եղբայրության հաղթանակ։ Հիմա ինչ եղբայրության հաղթանակա տեղ ունենում։ Չէ, մեղքի խաղաղության եղբայրություն եւ հաղորդուղիների իբր թե այսպես ասած համահարթեցման հիմա ինչ է ասում որ պրոցեսն է, հիմա ասում է հետեւյալը, որ այնուամենայնիվ մենք այսքան կռվել ենք, տառապել ենք, տանջվել ենք, հայ ժողովրդին նկատի ունեն, մեզ Ղարաբաղի հարցում խաբել են, այս վերջերս էլ նոր ուղղակի մարդկային երևակայությունը եւ մարդկային էմոցիաները շատ դժվար է զսպել այս խոսակցությամբ։ Ղարաբաղում հայերը պատանդ են եղել իրենց պսևդոէլիտայի ձեռքը։ Իսկ նա ասում են բաներ, որոնք բան չի, բայց հիմա եկել է խաղաղության Հասկանեք Սրբազան, այս պահին մեր ժողովրդի առջև դրված է եւ եթե դրված կնի երկու տիպի ընտրություն։ Մակարում, բովանդակություն, արժեքներ, ինչ որտեղ զողողություններ, սա մի տրամաբանության մեջ է, ինքնության եւ այլն, մյուս տրամաբանության մեջ ազատ սահմաններ, շատ ուտելիք, կոմունիկացիաներ եւ հրաժարում այս առաջին բովանդակությունից եւ փաստ չի թե որ մեկն է ճիշտ Սրբազան փաստ է ո՞նց է փաստ ես ձեզ ասացի չէ ինձ համար ընկալումը նախ մի հատ հոդվածական շարք ունեմ խաղաղության մասին հիմա պատերազմի մասին է գնում հետո էլ գնալու նահատակության մասին թե ինչ է ասում այս սուրբ գիրքը անկախ նրանից մենք կլսենք թե չենք լսի անկախ նրանից այդ մարդիկ կհավատան թե չեն հավատա դա ճշմարտություն է այնպես ինչպես ես ուզում եմ արևը տեսնել կամ ոչ արևը կա լույսն էլ հետ է ջերմությունն էլ հետ է ինչքան էլ ես զովացուցիչ միացնեմ ինչ է կոչվում դա հովար միացնեմ դուռ լուսամուտ փակեմ վարակույրները քաշեմ ես եմ զրկվելու արևից ոչ թե արևը ինձնից Սուրբ գիրքը փաստն է, փաստ, վավերագիրն է, որը ամբողջ մեր կյանքի շերտերով ճշմարտված է եւ ճշմարտվում է։ Դառնում է սոցիալական Շամշադինի լեզվով ասած, որովհետեւ հայերենը չեմ կարողանում դեռ գտնել ինչն է։ Համապատասխան բառը։ Social application է դառնում, սոցիալական իրականություն է դառնում։ Դա այդպես է։ Եվ ինչ է ասում Սուրբ Գիրքը խաղաղ, այդպիսի խաղաղության մտքի մասին։ Մեղքի խաղաղություն է դա։ Ճահիճն էլ է խաղաղ։ Ճահիճից ավելի խաղաղ երևույթ գոյություն չունի մեր կյանքում։ Խաղաղ է ճահիճը։ Մի քանի հատ գործ են կրկռում, հետո վերջանում գնում են։ Հա, ուզում են ապրել, մարդիկ ուզում են ապրել ճահիճի մեջ, թող ապրեն։ Ես ուզում եմ օվկիանոսի խաղաղության մեջ ապրել։ Անծայրացիր։ Անծայրացիր եւ կենթանի ապրող խաղաղություն։ Կյանք բերող խաղաղություն, ոչ թե սպանող խաղաղություն։ Հիսուս ինչու է ասում, որ խաղաղություն եմ տալիս ձեզ, բայց իմ խաղաղությունն եմ տալիս, ոչ թե աշխարհի, որովհետեւ հաղթած խաղաղությունը, որովհետեւ ասում ես հաղթեցի աշխարհին։ Չի ասում ես պարտվեցի աշխարհից ու խաղաղություն եմ տալիս ձեզ։ Չի լինում այդպես, չկա ոչ մարդկային, բարոյական, բանական տրամաբանության, ոչ հոգևոր խորը, ոչ էլ սոցիալ քաղաքագիտական իմաստով։ Գոյություն չունի պարտվողի խաղաղություն։ Պարտվողի խաղաղությունը մեկ տեղ է, գերություն, որտեղ քեզ մի կտոր հաց են տալիս եւ միգուցե բախտդ բերի մի հատ տաքանքյուն, որ ապրես։ Էն էլ կորոշեն իրենք, տաքացնեն, թե սառեցնեն այդ անկյունը։ Սրբազան, բայց այդպես է որ Այո, այդպես է։ Նայեք, Երրորդ Ռեխի պատմությունից հետո, ալավ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան պարտվեց, փլատակների տակ գտնվեց, մի սերունդներ ոչնչացան, Ճապոնիան պարտվեց, ու ես հիշում եմ մեր դիվանագետ ընկերներից մեկը պատմում էր, որին դուք եք շատ լավ ճանաչում, ասում էր, հետո խորհրդային արդեն տարիների անկումից հետո, երբ որ բացվեցին այդ սահմանները եւ այլն, Վահան Հովհաննիսյանը Դաշնակցության հանգուցյալ երջանկայի շատակ ասում է եկավ Գերմանիա, ասում մենք իրեն ուղեկցում էինք այսպես, ասում է պրտվեց աչքն այս ծախնած, աստորին Գերմանիան всё-таки հաղթել է։ Ինչի՞ եմ այդ ամեն ինչը ասում։ ռոմանտիկ լավ բաներ են դրանք։ Ինչի՞ եմ այդ ամեն ինչը ասում, որ այսինքն եղել են պատմության մեջ իրավիճակներ, որ պարտված երկրները ոտքի են։ Բայց ղեկավարները ինչ են արել պարտված երկրները։ Ինչ կարող եք ասել։
շարունակել են ղեկավարել։ Ամերիկան մինչև հիմա օկուպացված է պահում Գերմանիան մեծ հաշվով։ Մինչև հիմա Ֆրանկֆուրտում Ով էր ամերիկյան պատերազմ հրահրողը կամ պատերազմի կերպարը ով էր Գերմանիա, երկրորդ համաշխարհային կամ առաջին կամ Ճապոնիա։ Ֆելույզովիչը։ Ինքը դրանից հետո ասեց մենք մեզ պարտված չենք ճանաչում։ Ինքը դրանից հետո ասեց մենք հիմա կա, հա, այո, պարտված երկրի համեմատությունն է եւ ղեկավարի։ Ինքը դրանից հետո ասեց ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Ինչ ասեց, ոչ մի բան չասեց։ Ինքն իրեն չեզոքացրեց։ Որպեսզի պետության կյանքը որևէ ձևով փոխված շարունակվի։ Նույնը Ճապոնիայում, նույնը որևէ պարտված երկրի։ Մեզ չեմ ասում, որ ինքն այս մարդը նույն ճանապարհով գնար, բայց ես ասել եմ մի առիթով։ Եթե պարտությունից հետո ինքը ասեր, որ ժողովուրդ ես փորձեցի ամեն ինչ, չկարողացա, բայց ես չեմ գտնում, որ ճիշտ է, որ ես շարունակեմ, ես գնացի, սա բարոյական խնդիր է։ Բարոյական խնդիր է սա, շատ առանցքային բարոյական խնդիր է։ Ոչ թե դրանից հետո սուտ, անընդհատ թշնամություն, առաջի գիշերով մարդը վրեժի է կոչել։ Ում հանդեպ վրեժի, սեփական քաղաքացիների։ Հիշում եմ, եկել է քաղաքացի։ Առաջի գիշերը։ Եկել է քաղաքացիների վրեժի։ Այո, ում հանդեպ է վրեժի կոչել։ Ես անձնապես ասել եմ, եթե պատերազմի հենց հաջորդ օրը, մյուս օրը, 5 օր հետո մարդը պատվով կանգներ ասել, ես պատրաստ եմ արդարադատության առջև կանգնել, բայց ճիշտ չի, որ ես շարունակեմ, որովհետև չեմ կարող, ուղղակի չեմ կարող, իրավունք չունեմ, ոչ մի ձևով ընկալելի չէ, ոչ բարոյական, ոչ քաղաքագիտական, որևէ ձևով։ Ես առաջինը կլինեի իրեն պաշտպանող։ Ամենաառաջինը։ Բայց դա սուտ, հետո նորից սուտ, կորուստ, սրան մեղադրել, նրան մեղադրել, անընդհատ կորուստ։ Վերջում էլ տեսնելու, որ ուրիշ բան չկա, խաղաղություն են բերել։ Տո պատերազմ ես դու բերել, որ խաղաղություն, իրավիճակ է ստեղծել, հիմա էլ ասում ես խաղաղություն են բերել։ Այդ հարցում իրենք շատ ծանր են տանում, երբ որ դու ասես պատերազմ ես բերել, Անշուշտ որ բերել։ Դա ադրբեջանական թեզա, թուրքական թեզա։ Ոչ, ադրբեջանցիք միշտ, թուրքերն էլ միշտ, մեր թշնամիները միշտ ժամանակ առիթ ակնկալիք ձգտում մտածում ունեն երախները բացած քեզ կուլ տալու։ Խնդիրն է նա, որ դու թույլ չտաս։ Ոչ թե դու թույլ տաս, որ այդ ժանիկը գա քեզ կլանի, հետո դու ասես, որ դե ես ինչ անեմ, եկան կերան ինձ։ Սրբազան մինչև հիմիկվա իրավիճակին հասնել ես շատ հարցեր ունեմ, որ ընդ որում ոչ մի հարց չեմ նախապատրաստել։ Ախնդրեմ, հա եկել ենք զրուցելու, podcast անելու։ Եկել եմ իմ ընկերոջ հետ զրուցելու։ Շատ սիրով, Նարեկ ջան։ Ես ուզում եմ հասկանալ այս ընթացքում այս բանտային ճանապարհորդության մեջ, բանտային ճանապարհորդության մեջ, այո։ Ձեր այդ պայմանավորվելու, խոսելու դեպքեր եղել են թե ոչ։ Պայմանավորվել նրա հետ ու մենք կարող են պայմանավորվել ինչ որ բանով։ Ոչ, բացարձակ։ Պայմանավորվում են նրա հետ կամ նրանց հետ, ովքեր կամ ով թույլ է տալիս դա։ Ի սկզբանե կամ գայթակղության առիթ կարող են ունենալ որևէ ձևով կամ ինչ որ բաների առաջարկով։ Ես ինչ ունեմ։ Ունեմ հագուստ, մեկ էլ ակնկալվող գերեզման։ Ուրիշ բան չունեմ։ Այդ դրա շուրջ պետք է պայմանավորվեին։ Դա հենց այդ ամբողջ խնդիրը էլի, որ փաստացիորեն դուք այս ամբողջ ընթացքում միակն էիք, որ այրեցիք հետ դարձի բոլոր կամուրջները։ Վերջերս վեհապար հայրապետը ասուլիս էր տալիս։ Չգիտեմ, առիթ ունեցել եք տեսնել։ Շատ քիչ մասով։ Ճիշտն ասած, այս մի քանի օրը նպատակ ունեի, որովհետև Կալանավայրում լրատվական այդ մեծ հոսքը չկար, ինչ որ կարողացել եմ դիտել, հեռուստացույցի փոքր ռեպորտաժներով եմ դիտել։ Ես իրեն հարց տվեցի վեհապար տիրոջը, ասացի, որ փաստացիորեն են հիմա այսպես հայերեն ասած պլավնի գալիս եմ եկեղեցական պատերազմի բանի թեմաներին, որ Միքայել Սրբազանը կարծեմ թե առաջինը, հետագայում արդեն շարունակեցիք ձեր ստորագրությունը դուք եւ Արշակ Սրբազանը։ Չէ։ Մենք
Միասին եք։ Միասին ենք եղել։ Միասին եք, ո՞ւմը միասին։ Երեքով տիրադավ կոչեցիք։ Երկուսով տիրադավ կոչեցինք, այդ Հետո ժամանակ Սրբազանը միացա։ Արշակ Սրբազանը դրսում էր։ Ես արդեն այս կալանավորների հոգևորական կալանավորումների ժամանակ հատվածի մեջ որոշակի արդեն Արշակ Սրբազանի այդ սագան էր տեղի ունենում, դրսում էր ինքը եւ մեր հայտարարությունը շատ կարճ ժամանակ հետո միացավ։ Արշակ Սրբազանը միացավ։ Դեկտեմբեր 5-ին ասացիք, որ տիրադավ կոչեցիք այն եպիսկոպոսներին, որ փաստացիորեն ապստամբեցին վեհապար տիրոջ դեմ եւ մտան այն այսպես կոչված բարենորոգումների խմբի մեջ, որը առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, եւ խնդրեցի վեհապար տիրոջից մեկնաբանություն արդյոք ինքը նույնպես տիրադավ համարում է թե ոչ, ասաց որ կանոնական խնդիրներ են եւ կանոնական հարցեր են լուծել, խախտել, բայց հրաժարվեց տիրադավ բառը կոչելուց։ Ինչով առաջնորդվեցիք դուք, որ տիրադավ ասեցիք։ Հիսուսի եւ Հուդայի հարաբերությամբ այս պատկերի չգիտեի որ այդ հարցը տալու եք, այս պատկերը միշտ կախված է եղել։ Խորհրդավոր ընթրիկը, վերջին ընթրիկը։ Հուդան ի՞նչ է, տիրադավ էր։ Տիրոջը դավեց։ Տերը չի նշանակում իշխանավոր տեր։ Տերը նշանակում է խնամողը, խնամք տանողը, ծառայողը։ Այդ ամենը դավեց, չէ՞։ Դրա համար էլ Հուդան կոչվեց տիրադավ։ Շատ պարզ պատկեր է։ Իրենցից որ մեկը չի տարել վեհապար Հայրապետի խնամքը։ Որ մեկը։ Թող ասա։ Ես վեհապար Հայրապետը իր բարձրությունից է դատում ամեն ինչը։ Ես չեմ էլ ուզում այդտեղ մտնել։ Բայց ինձ իրավունք եմ վերապրում այդ խոսքը մեկնաբանել։ Ինչ որ մենք ասել ենք, ինչը դրված տակը։ Դավաճանությունը, չէ՞։ Ակնհայտ է, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական ծրագրի մեջ ուղղակի սև սպիտակ գրել էր, որ եթե ես ընտրվեմ եկեղեցու եւ մայրաթորի նկատմամբ ամբողջ գործողությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ սա շարունակվելու է, հա, եւ ուզում եմ հասկանալ դուք ինչ մոտեցում ունեք այս, ոչ թե մոտեցում, պարզապես մոտեցում ունեք, ասենք ո՞նց եք պատկերացնում այս ամեն ինչի հանգուցալուծումը, հաշվի առնելով նաեւ մայրաթորի այսօրվա կեցվածքը, որովհետեւ շատերը մայրաթորից, ես հիմա չեմ ուզում անկեղծորեն այնպես ստացի, որ ես եկել եմ ինչ-որ փորձում եմ հարցեր տամ, դուք էլ ընդդեմ մայրաթորի հայտարարություններ ունեք, բայց շատերը մայրաթորից ավելի կտրուկ գործողություններ էին ակնկալում, ավելի կտրուկ հայտարարություններ էին ակնկալում, որն է ճիշտ վեհապարի Ես մթնոլորտի մեջ չեմ մայրաթորի, որ հասկանամ գործողությունները կամ մտածումները ամբողջական իմաստով, թեպետ հանդիպել եմ վեհապար Հայրապետին, այցելել կալանավայր մեր 3 եպիսկոպոսների հետ, բայց ոչ խոսելու թեմա է դա, ոչ հասկանալու, ասենք այդ տեղում ոչ էլ կարիքը կար խորքում, եւ հիմա ոչ մթնոլորտի մեջ չեմ հասկանալու թե ինչ է, մենք հենց առաջի օրով առաջարկներ արել ենք, բայց ինքը ավելի լավ կարող է տեսնել կամ քննարկումները ավելի ճիշտ կարող են լինել։ Մայրաթորը իր գործընթացներն ունի, իր պատկերացումներն ունի, այլ կերպ է նայում հարցերին, քան ասենք մենք ենք նայում անհատապես։ Հավաքական իմաստով այլ կերպ է խնդիրները։ Հիմա որն է ավելի արդյունավետ, չեմ կարող ասել, բայց Նիկոլ Փաշինյանի ներողություն, որ ասում եմ այդ անուն ազգանուն տալով ծրագիրը ձախողվել է մեծ հաշվով։ Որտեղ նկատի ունի։ Այո, որովհետև թեպետ եւ իրենց քաղաքական ծրագրի մեջ է, բայց մեր ժողովրդի մեծամասնությունը ասել է ոչ։ Հայաստանում եւ գիտենք, որ ոչ հայ եկեղեցին, ոչ մայրաթորը, ոչ ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի ընտրությամբ չի տեղի ունենում։ Դե, բնականաբար, բայց հիմա ակնհայտ է դառնում Սրբազան, որ օրվա իշխանությունները վերարտադրելուց հետո հիմա հայտարարում են, որ իրենք ստացել են ամեն ինչի վստահության քվեն։ Այսինքն ուղիղ օրինակ հայտարարում են, ասում են Սամվել Կարապետյանը պետք է նստի, Գագիկ Ծառուկյանը պետք է նստի, Ռոբերտ Քոչյանը պետք է նստի։ Երեք Ծառուկյանին ուղղակի դուրս չթողեցին Հայաստանից դուրս գալ, ընդ որում քրեական գործը հնդածս կարծես թե
հարուցելով ու շարունակելով ու հետո արդեն հայտարարությունը, բա մենք ասում ենք, չէ, քաղաքական հայտարարությունների մասն, մենք ասում ենք, գիտեք, կատաղի կանում, երկրից չեք կարողանալու գնալ։ Այսինքն տպավորությունը այնպեսին է, որ այլևս այդ սեթևեթանքները իրավաբանական, որոնք ձևական ինչ-որ կերպ պահում են, չէին պահում, այլևս չի պահվում։ Նարեկ ջան, նույնը կարող է մայրաթորին վերաբերել, դա բացարձակ նշանակություն չունի։ Արդարության, ազատության դիմաց չկա ոչ մի շղթա, ոչ մի կապանք, ոչ մի կալանք, ոչ մի հալածանք, ոչ մի ուժ գոյություն չունի, որ կարող է հաղթել։ Հիշեք, եթե ձեր նշած անձին կոտրվելու պատրաստ չեն, ուղիղ ասում եմ, եթե կոտրվելու պատրաստ չեք, ոչ մի բանից մի վախեցեք։ Ոչ մի բան չի կարող, որևէ ձևով երկրից չեն թողնի, կկալանավորեն կամ որևէ բան կան, նշանակություն չունի, մեր նպատակը, տեսիլքը ազատագրված հայրենիքն է, ուժեղ, զորավոր, խոսք ասող, պատվով, նպատակը մեր, եթե սահմանել ենք մեզ համար, ուրեմն այդ ճանապարհից ոչ մի բան չկա, որ դուրս կթողնի։ Բացարձակ, ինչ իրենց նման ուժեր են եկել գնացել աշխարհում։ Հիմա հայկական Հիմա հետեւաբար ասում եմ, բոլոր նրանց, ովքեր պայքարի մեջ են, ես չեմ ասում, որ վախենում են կամ իմ անձից դուրս եմ դնում, ոչ, ես էլ հետ է։ Ոչ մի բանից մի վախեցեք։ Ոչ էլ տրտմեք, ոչ մի բանի առջև մի կանգնեք, մի էլ տրտմեք, մի էլ տխրեք։ Չարը միշտ ցույց է տալիս, որ հաղթելու է, բայց չարի վերջը մեր շատ մեծանում բանաստեղծի խոսքերով եմ ասելու, այսինքն այդպես եկավ, բայց չարի վերջը միշտ պարտությունն է։ Ինքը անընդհատ քայլ առ քայլ ցույց է տալու հաղթանակ, բայց իր վերջը պարտությունն է։ Եվ այդ ոչ թե անհատապես անձնականացված պարտություն է, այլ գաղափարի պարտությունն է։ Սա միանշանակ է։ Ես վերացական բաներ չեմ ասում, աշխարհի պատմությունը նայեք, փորձը նայեք, կյանքը նայեք։ Մենք ի վերջո 70 քանի սովետական օրեր ենք տեսել բոլոր առումներով։ Խեղտամա եղած հայրապետ ենք տեսել, հալածված, բռնադատված, գնդակահարված մտավորականություն ենք տեսել։ Տվեք, էլի փորձեմ ընդդիմախոսել մի քիչ էս։ Ես միայն դրա 88 թվականի ժողովրդին, որ դուրս եկավ փողոց իր լիդերների հետ միասին, դուք եք այդ ժամանակ անկախական պայքարի մեջ բերում, համատում եք 2026 թվականի։ Ես բացարձակ նույն ժողովուրդն է։ Ինքնութենական առումով նույնն է։ Նույն ժողովուրդն է շարունակում։ Այդ նույն ժողովրդին կարող ես ասել 30 թվին բոլորը մատնի չէին։ Ամեն երրորդը մատնի չէր, ամեն երրորդը գրում էր։ Նույն բաները կարող ես ամեն ժամանակի համար ասել։ Նույն ժողովուրդ չէր 88-ի, որ 30 թվին էր։ Դա ուրիշ կրթական ցենզով, Նայեք ջան, լինում են կարգավիճակով ուրիշ։ Դրանք բոլորովին խնդիր չեն, բայց երբ որ աշխարհակահաղական իրավիճակում։ Այո, բայց երբ որ նույն ժողովրդի մասին ենք խոսում, որպես ժառանգություն, շարունակականություն, տարբեր փուլեր է անցել, չէ՞։ Հենց ձեր նշածների համեմատ։ Հիմա տեսեք 37 եւ այլն այդ ժամանակում այդ ամենամեծ Ստալինյան եւ այլն բռնաճնշումների ժամանակ։ Նույն ժողովուրդն էր, չէ՞, որ թուրքերը չէին գրում իրար բան մերոնց վրա։ Մերոնք էին գրում, չէ՞։ Ամեն երրորդ տանը ինչ որ մատնի չէր կամ ինչ որ հանձնարարություն կատարում։ Մտնոլորտն էր այդպեսին։ Երբ որ դու այդպեսի մտնոլորտ ստեղծում ես, հիմա նույն ժողովուրդն էր, թե չէ։ Կամ այդ նույն մարդկան ժառանգներն էին, թե ինչքան մարդը դատվել այդ ժամանակ, էլի նորից քաղաքական եւ այլն։ Երկրորդ պարագան։ Ինձ համար նորից գալու եմ ասում, Նարեկ չափանիշը սուրբ գիրքն է։ Եգիպտական գերությունից դուրս եկող ժողովուրդն է։ Գնում էր ազատության, ճամփին էլ ինչ ասես ուզում էր։ Հիշողությունը նույնիսկ ասում էր ուզում եմ հետ գնալ Եգիպտոս, որովհետև այնտեղ միս կա։ Այստեղ չկա անապատում ոչ մի բան։ Մովսեսը բան Տասնաբանյան բերում էր Աստծու հետ հանդիպած մարդը լուսավորված գալիս էր Տասնաբանյան ձեռքերին ժողովրդի մեջ, նայում է ժողովուրդը ինչ է արել, նյութական պաշտամունք, ոսկե հորդ։ Հիմա ինչու է մեզ համար տարօրինակ այն դրսևորումներ, որ կարող են հասարակական իմաստով դրսևորվել։ Այս բոլորի փոփոխությունը չեմ չափազանցում։ Մի րոպեի հարց է։ 1 րոպեից 1 րոպե ամեն ինչ։ Այն օրինակով ինչպես ասեցի ծաղկազարդը
եւ ավակ ուրբաթը խաչելությունը սրանք իրարից հեռու իրականություններ չեն եւ դրան հաջորդող հարությունը 4 օր է տևել ծաղկազարդից մինչեւ ավակ ուրբաթ խաչելություն 2 օր է տևել մինչեւ հարություն այսպես է կյանքը Սրբազան իդեպ երբ որ եգիպտական գերությունից Մոսեսի Իսրայելի ժողովրդին դուրս հանելու եւ տանելու բանից խոսեցիք Սուրբ գրային մեկ բանից վկայություններից Նիկոլ Փաշինյանն էլ ինքն իրեն համատած Մոսեսի հետ ասաց ես էլ հիմա գերությունից փաստացիորեն այսինքն այս ամբողջ խնդիրներից այս ժողովրդին տանում եմ դեպի եւ ընդհանրապես եթե նկատել եք իր բոլոր հայտարարությունները ինքը փորձում է մեկնաբանել սաղմոսներով Սուրբ գրային վկայություններով Սատանան ամենալավն է ճանաչում Սուրբ Գիրքը եւ Աստծո խոսքը բացառիկ հիշողությունն է Աստծո խոսքի գիտի ինչ է զորությունը եւ Սուրբ Գիրքն ասում ես չեմ ասում լուսափայլ հրեշտակի կերպարանքով է ներկայանում իր տեսքով չի ներկայանում բարիքով է ներկայանում փափկություններով խոսրով անձևացեն Սուրբ Գրքով նարեկացորը խաղալիքներով է խափում նարեկացին էլ է դրա մասին ասում թմբրության խաղով է խափում Գանք մեր կենցաղային հարց Գանք մեր կենցաղային մեր կենցաղն է երկրորդ ուզում եմ մի բան ասել ինձ որ անընդհատ եւ բոլոր այդ մարդիկ եկեղեցու մի նկատի ունեմ, ովքեր կային, ովքեր դուրս է բարենորոգչական փակագծերով, ճակերտների մեջ ասած շարժում են նախաձեռնական էին։ Ինձ, այսինքն մեղադրանքներից մեկ եկեղեցուն ու խառնվել է քաղաքականություն։ Ակնարկելով առաջին հերթին վստահաբար ինձ։ Ակնարկել ու տեքստով ասում։ Հա, ու չեմ լսել ես դրանք, մտածում որ եկեղեցին քաղաքականություն եկե։ Պարտությունը հետեւյալն է, որ կարող եմ ասել, ձևակերպումը շատ ավելի դաժան է հնչում։ Դուք մտել եք քաղաքականություն, որի հետևանքով իշխանությունը իր պատժիչ մեքենան միացել է ոչ միայն ձեր, այլև ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու ու մայրաթող Սուրբ Էջմիածնի։ Ուրեմն իրենք չեն կարող բնականաբար պատասխանել հարցերի, եւ հետո կասեմ ես ինչ եմ արել, որ ասենք իրենց քարոզած Վարդանանց պատերազմը քաղաքականության մասին էր, թե ոչ։ Իրենց քարոզած Սարդարապատը քաղաքականության մասին էր, թե ոչ։ Իրենց քարոզած մայիս 28-ը, որի կառավարության հանձնողը մի տեսակ եղավ Խորեն Մուրադբեկյանը, քաղաքականության մասին էր, թե ոչ։ Բոլշևիկյան կամ սովետական ամբողջ շրջանին դրսևորած վարքագիծը կաթողիկոսների, եկեղեցու, քաղաքականության մասին էր, թե ոչ։ Իրենց քարոզած, իրենց կողմից քարոզած։ Իրենք են խոսել չէ դրա մասին, վստահաբար խոսել են, խորաններից, բեմերից, ամեն տեղից պատրտել են իրանց, ինչ խոսքեր են ասել։ Ինչ ճառեր հայրենիքի մասին, պաշտպանության մասին, ինչեր, թշնամու գալու մասին, թշնամու ներքին թշնամու ոչնչացնելու մասին, անկախ նրանից թե սրանք իրենց համարում են ներքին թշնամի կամ ոչ։ Դավաճանությունների մասին, ինչ ճառեր, ինչ քարոզներ։ Բա կյանքով ինչի չվկայեցին դրա համար։ Արցախը որ հանձնել են, դա քաղաքականությունը, գնում էիք Արցախ, հենց այդ նույն հոգևորականները վազելով ինչերից էին օգտվում, Արցախի մասին ինչ ճառեր, ովքեր եկան մեր դեմ, սա կանենք, նա կանենք։ Արեցին։ Տիրադավերի մասն է։ Այո, արեցին։ Խոսում են մեծ, չէ՞, բայց պատասխանատվություն կրում են դրա համար։ Սա քաղաքականություն չի, սա մեր կենսագրությունն է, ով չի հասկանում, ով հասա թող հասկանա։ Սա իմ կենսագրությունն է։ Ես իմ ձեռքով եմ կերտելու իմ կենսագրությունը, Աստծո առջև եւ այս ժողովրդի համար։ Անկախ նրանից կընդունեն կամ չեն ընդունի։ Իսկ իրենք մնալու են դրա փլատակների տակ, որովհետև կենսագրություն չունեն, խաբել են մինչև հիմա այս ժողովրդին։ Ինչ ճառեր են խոսել, այդ ժողովուրդ, որ փողոցները դուրս եկել, նաև իրենց պատճառով է դուրս եկել, իրենց ճառերի պատճառով, որոնք խոսել են հայրենիք պաշտպանելու, հայրենիք չանձնելու, խաչքարեր պաշտելու, բա հիմա Գանձասարը գերության մեջ է, մեկը ծպտուն անել է դրա մասին։ Ամարասը գերության մեջ է, մեկը ծպտուն անել է դրա մասին։ Ոչ։
Ես դեռ չեմ խոսում զոհերի մասին, չեմ խոսում անհայտության մեջ գտնվողների մասին։ Կասեն դե պատերազմեր զոհվեցին։ Դուք ինչու չեք խոսել այդ թեմայով։ Ինչու։ Ձեզ լրիվ հաճելի է եղել այս ամեն ինչը։ Միանշանակ է եղել իրենց կյանքում այս բոլորը։ Ընդունել են այս մեղքի խաղաղությունը, հա, ընդունել են, բայց խորաններից ինչ եք խոսել։ Ինչ եք քարոզել դուք։ Ինչ։ Սիրո մասին եք խոսել, սեր եք տեսել այս երկրում, որ խոսել եք։ Թե մեծ խոսել եք, ասելով սերը պետք է լինի, չգիտեմ ինչ։ Խափել եք դուք ամբողջությամբ, խափել, գնացել եք սուտ խոսելով ստախոսին եք միացել։ Այո, դուք իրար գտել եք։ Եվ ճիշտ եմ ասում դա։ Ու ինձ մեղադրեն քաղաքականության եւ դա ռեպրեսիաներ եկեղեցու, ես միշտ ասել եմ, եկեղեցին վերջին խրամատն է եղել եւ մինչեւ այսօր է, որ բռնում է դեռ մեր կենսագրության այն վերջին կարծես ճիքերով կախված, կարճած բռնումը, այո, եւ դա իմ ես ինչ խոսել եմ, փողոցում արել եմ, չեմ խափել։ Կրել եմ իմ բաժին պատասխանատվություն, չեմ խափել, չեմ գնացել թաքնվել այստեղ այնտեղ։ Ուզենայի 100 գլուխ ավելիով կունենայի կյանքում ամեն ինչ։ Իրենք էլ լավ գիտեն դրա մասին։ Ու դրանք կարող են խոսել, ես չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացել, թե ինչ ձևով են խոսել արցախցիների մասին, ինչ ձևով են խոսել մեր հայրենիքի կորուստի մասին, ամեն ինչի մասին, ինչեր են խոսել այդ մարդիկ։ Ինչեր։ Հիմա միանշանակ է իրենց համար, դարձավ նորմալ, եկեղեցին պիտի չասի, այս ինչ եք անում, հայրենիք եք հանձնում։ Ոնց թե։ Գանձասարը երբ է թուրք տեսել, որ հիմա թուրքերը նստած են։ Ամարասը երբ է տեսել։ Դե Բա որ գնացել եք դուք ամարասը աղոթք եք արել, ենթադրում եմ։ Մեծ խոսել եք։ Բայց ամարասը չկա։ Մեր ձեռքում չկա, կա ամարասը։ Դրա մասին խոսել եք։ Խոսել եք։ Հարց եմ տալիս, մի խոսեք քաղաքականություն եւ այլն, ստախոս եք դուք, խապեբա։ Ուրիշ ոչինչ, ձեր մորթին, ձեր կաշին, ձեր ոսկորին ավելի մոտ է։ Շատերի հետ նաև մասնական մտունի խաղացություն է։ Այո, ունեմ եւ ցավում եմ։ Այդպես է կյանքը, նայեք, մահը մարդուն չի բաժանում երբեք, կյանքն է բաժանում։ Սրբազան, միգուցե եկեղեցու մայրաթորի ես վեհապարին էլ հարց տվեցինք մենք գործընկերներով, հիմա ձեր կարտիկներն եմ ուզում իմանալ։ Այս ամեն ինչի հետևանքը նաև այն էր, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հոգևորականների մասին, չգիտեմ, կային տեղեկություններ, հայտարարություններ, հրապարակումներ, սկսած Աշամ Խորշյան Տարածյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos-ից ավարտած այլ կերպարներով ու եկեղեցին մայրաթորը իր գնահատականը չէր տալիս տեղ ունեցածին կամ չգիտեմ չէր բանում ու փաստացիորեն այդ ամեն ինչը բերեց նաև հանգեցրեց նա, որտեղ կա կարծիք, որ նաև կոմպրոմատների ազդեցություն կար այս ամեն ինչին։ Այսինքն մայրաթոր լավ հայ եկեղեցին ինքնա նորոգվելու, ինքնա մաքրվելու մեխանիզմը ոնց որ թե ինչ որ մի պահ խոփիներ արել, հա, այսպես ասեմ։ Չէ, հայ եկեղեցին Նարեկ ջան, ախր մենք վերցնում ենք մի կար ժամանակի գնահատական ենք տալիս։ Դուք հետ գնալն է շատ սխալը, բայց անխուսափելի է որ գնաս այդ երկար ժամանակի գնահատականի մեջ տեսնես ինչ է ապրել։ Հայ եկեղեցին անկախության ժամանակահատվածը մուտքը գործել գրեթե ոչնչացած վիճակով։ Ոչ մի գործառույթ չունենալով, ոչ մի համակարգ չգործելով, ոչինչ, գրեթե, այսինքն թելի վրա մնացած այնքան որ Վազգեն վեհապար հեղինակություն պահելով, ներել մարդուն ինչ ասես, հիմա պաշտում են, չէ։ Ինչ ասես ասել են։ Շպիոն, գործական։ Սիրո պատմություններ էին պատմում։ Ինչ ասեք պատմում էին նկարները Քեմալ Աթաթուրքի ներողություն թուրքական զինանշանի Քեմալ Աթաթուրքին այցելելու Գերեզմանին այցելելու էլ վեղարի վրա խաչի փոխարեն լուսին եւ աստղ նկարած, էլ թռուցիկներ տարածած, էլ մեքենային փակցրած։ Հիմա այս ինչու են ուրանում սրանք, այս նույն մարդիկ են արել, չէ՞։ Ո՞վ է արել։
Հիմա պաշտում են Վազգեն Վեհապարը։ Ինչ եք տեսել դուք։ Ոչ մի բան։ Տեսել եք մի բան, որ այդ մարդը, ներողություն, որ այդպես եմ ասում, Վազգեն Վեհապարը այդ թելի վրա պահած եկեղեցին անցկացրել է անկախության շրջան։ Մենք որ ձեռնադրվել ենք դեռ 95 թվին եմ ասում։ Առաջի ձեռնադրությունն ենք եղել Գարեգին առաջին ոգելույս Վեհապարի։ 4 հոգի ենք եղել, բանկում քանի հոգի մարդ կար, ամբողջ Հայաստանում երբ 30 հոգի հոգեվորական չկար։ Քանի եկեղեցի էր գործում, 4-5։ Երևան, Սուրբ Սարգիս, Գյումրի, Մայրաթոր եւ երևի մի երկու տեղ, մի քանի տեղ։ Հիմա ինչ է տեղ ունեցել։ Այս ամբողջ ժամանակահատվածում, երկրորդ դրան գումարած պատերազմը, դրան գումարած անընդհատ ինչ որ խնդիրներ, սոցիալական հայ եկեղեցին իր ամբողջ այս 30-ամյա ծառայության մեջ ավելի շատ սոցիալական օժանդակության հարցեր է լուծել իր ժողովրդին հասնելով Արցախին ահռելի ոչ միայն Արցախին մեզ չեմ ուզում հազար գաղտնիք բացել բոլոր առումներով բանակին էլ բոլոր առումներով ավելի շատ խնդիրներ է լուծել քան թե իր բուն հոգևոր առաքելությունն է, որովհետև միշտ մտածել է, որ սա մեր անվտանգությունն է, սա մեր կյանքն է, սա մեր խնդիրն է, պետք է սա լուծենք, անցնենք մեր ներքի կյանքին։ Միգուցե քիչ է ռեկլամորել այդ ամեն ինչը։ Դե ոչ միայն այս ժամանակահատված, տեսեք ինչքան հոգևորական է դուրս եկել, ինչքան եկեղեցիներ վանքեր են բացվել ու միայն իր միջոցներով ոչ մի պետական աջակցություն։ Երկրորդ, սրանք որ մեծ խոսում են, չէ՞։ Հարկերի, турքերի, այլ։ Հիմա այս հարկեր турքերից որ խոսում, նախ եկեղեցին բոլորը վճարում է։ Ես հետեւյալն եմ ասում։ Պետք է իրավական գործընթաց սկսել, քանի որ իրենք ընդունել են այսպես կոչված երրորդ հանրապետությունը որպես ժառանգորդ երկրորդ հանրապետության ժամանակ ես չեմ ընդունում երկրորդ, երրորդ, առաջին եւ այլն որպես ժառանգորդ են իրենք ընդունում այդ ժամանակահատվածում եկեղեցու բոլոր ունեցվածքը ամբողջության մեջ բռնազավթվել, բռնագրավվել է ավիրվել է, ոչնչացվել, փչացվել է գնացեք բոլոր գյուղերը հենց Տավուշը գնացեք տեսեք հողերը այսինքն վանքապատկան եկեղեցիները տեսեք 19-րդ դարում կառուցված մեկը սրահը, մեկը խաղատունը, մեկը չգիտեմ ինչը, պահեստների վերածված եւ այլն։ Իրենց պարտավորությունն է դա վերանորոգել եւ վերադարձնել հայ եկեղեցուն, որովհետեւ եղել է սեփականություն իրավական իմաստով։ Դա պահանջ պետք է լինի մեր կողմից։ Եվ ընդ որում ասեմ, եթե Վեհապարը ասել է կամ չի ասել սրա մասին, ժամանակին հենց նույն եվրոպացիները դիմել են թե ինչու չեք հայտ ներկայացնում, չէ որ ռումին եկեղեցուն, վրաց եկեղեցուն եւ այդ սովետական ճամբարի գրեթե բոլոր եկեղեցիները հավանաբար պահանջներ չեն ներկայացել, պետությունը հենց այդպես փոխհատուցել է, որպես այդպեսին հետը վերադարձրել եւ այլն, առանց խնդրելու, առանց պահանջի, բնական իրավատերն է եղել, իրավունքով, փաստաթղթով, ռեպրեսիայի պատճառով եղել, չէ, բռնաճնշումների պատճառով։ Վեհապարն ասել է մենք մեր պետությունից պահանջ չունենք, սա մեր սեփական պետությունն է, ես ինչ պահանջ պետք։ Հա ինչ տարբերություն, ես ինչու պիտի պահանջ ունեմ, բայց սրանք եկել են, խոսում են ինչերի մասին, բայց ձեր պարտականությունն է իրենց։ Եվ այո, ես կարծում եմ, որ Մայրաթորը պետք է հայցով դիմի, մինչև Եվրոպա դրան էլ համաձայն չի։ Դատարան որպեսզի, այո, թողների, որ ասում եմ այս բաների մասին, բայց պետք է լսվի։ Որպեսզի հետ վերադարձնեն, վերանորոգած, այնպես ինչպես ժառանգել էին, կամ այնպես ինչպես կային, ընդཐུպ մինչև Մատենադարանի ձեռագրեր, որոնք Մայրաթորից հսկայական քանակով տարվել են ուղղակի։ Էլ չեմ ասում մնացած բաների մասին, գողացված խաչքարեր, որոնք մենք եթե ձեռքով դիպչում ենք, ասում են, պատմական միջավայրը աղարտում եք, բայց դուք ո՞նց եք վերցրել մեր եկեղեցիների բակերից խաչքարեր տարել դրել պետական թանգարաններ։ Ինչպես։ Հետ պիտի բերեն այդ բոլորը։ Պիտի վերադարձնեն, եկեղեցիներն էլ պիտի վերադարձնեն, նորոգված, նորից եմ կրկնում, որոնք պահեստ են, սա են, նա են, ավերված են, որոնք վաճառել են ընդամենը ասում մի քանի դրամով։ Բայց սրա պատասխանատվությունը իրենք կրում են, պատկերացնում են այդ միլիարդները, որ պիտի ծախսեն դրա վրա, այդ չնչին այսպես կոչված հարկերից ինչից եք ազատել, ոչ մի բանից էլ չեք ազատել։ Ով չի հարկ վճարում։
ամբողջության մեջ եկեղեցին վճարում հարցը, վստահ եմ վեհապարը դրա մասին։ Վեհապարը խոսեց դրա մասին, թվերը ասաց եւ այլն։ Սրբազան ժամերով խոսեի, բայց այնուամենայնիվ ինչ որ տրավմատիկ։ Ես էլ միգուցե 11 ամիս չեմ խոսել։ Ժամերով խոսեի, ուղղակի կաղոքի դեպք չգիտեմ, սերիաներով նկարել։ Հա, սիրով։ Հիմա ամբողջ նորից մեր տաղտկալ իրականություն վերադառնանք պատմական եւ համահայկական հարցերից։ Հիմա համացանցը բաժանվել է երկու մասի, դիմադիր հատվածը հատկապես Պնդիմությանը մի մասը կոչ անում վերցնել մանդատները, գնալ կռիվ տալ, մի մասը ասում է ոչ, չկա չանենք եւ այլն։ Ինչ ակնկալիք ընդհանրապես դուք, քանի որ իշխանությունից ակնհայտ է որ որևիցե ակնկալիք չունեք, այս բային 2 կարող է 3 կուսակցություն մտնի պարլամենտ, ինչ ակնկալիք ունեք։ Ես ակնկալիք ունեմ, եթե այդ մանդատներ վերցնել չվերցնելու մասին, հա։ Ընդհանրապես մեր ընդդիմությունից այսօրվա որոնք որ պայքարի են դառնում։ Ես դու կվերցնեն կամ չեմ վերցնի, Նարեկ ջան։ Ես սկզբունքը ասում եմ, պետք է լինի արդյունքի արձանագրումը։ Հերվից պիտի գան ներկան, այսինքն ինչ արդյունքի են ուզում հասնել եւ այդպես գան որոշում կայացնելու, ոչ թե որոշեն սա անենք, չանենք, հետո մտածենք ինչ արդյունք ենք արձանագրել, ոչ, պատկերացումը արդյունքի, թե վերցնելու պարագային, թե չվերցնելու պարագային։ Երկուսն էլ կարող են շատ արդյունավետ լինել, երկուսն էլ կարող են շատ ձախողված լինել։ Հաշվի առնելով նաև զգացմունքային պահերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա կարծում եմ այս պայն մանդատների խնդիր ոնց որ թե չկա։ Անկեղծ ուզում եք ասեմ։ Ես լուրերին ինչ եկել եմ կալանավարում ավելի շատ է հետևում, քան հիմա։ Նույն ինչով եք զբաղվում, տնային կալան։ Կարդում եմ, խորում եմ։ Ինչ ասեմ, մարդկանց եմ հանդիպում շատ բավականին ընդդիմության ցակ։ Հա, հիմա գալով ակնկալիքը, ես ասում եմ, իրենք պիտի շատ ծանր ու թեթև անեն, ինչ արդյունք են ուզում տեսնել, կամ ինչ են ուզում արձանագրել, ինչ նպատակ են սահմանել, կամ ինչ ծրագիր ունեն, դրանից բխած գործողությունները կատարեն։ Երկրորդը, ինչ պիտի անեն իրենք, թե ինչ պիտի անեն, այո, ինչ պիտի անեն դուք, ինչ եք մտածում։ Անտեղի տեսեք, որտեղ հիմա կա այդ խոսակցություն, ինչու փողոց դուրս չենք եկել, ինչու, չգիտեմ, չեք վիճարկում ընտրական արդյունքները, այս ընթացքում ինչ-որ լռություն անհասկանալի ձգված եւ այլն, երկրում եւ կա մթնոլորտ սպասումների եւ նաեւ հիասթափության որոշակի առումով։ Հիասթափելու բացարձակ առիթ չկա։ Այն մարդիկ, որոնք խոսում են էներգիա պարպելու եւ այլն, ես շատ եմ խնդրում եւ հորդորում իրենց, դուք արեք, դուք էներգիան լցրեք, տարեք, ոչ թե ասում եմ, որ չեք կարող, ասում եմ, վերցրեք այդ պատասխանատվությունը արեք, որովհետեւ դուք գիտեք ձևը էներգիան չպարպելու, ժողովուրդ ջան, դրա համար եմ ասում, անկեղծ, շատ պարզ եմ ասում։ Երկրորդ պարագան Ես այս պահին չեմ կարող ոչինչ ասել, որովհետև նախ կապի մեջ էլ չեմ, որ ինտենսիվ հասկանամ ինչ է տեղի ունենում։ Իրենք եթե հարմար տեսնեն խոսելու, ես իմ պատկերացումները կփոխանցեմ, եթե ոչ։ Իդեպ տնային երբ որ բանտում էի գտնվում, ես անընդհատ վերջը խմբագրություն տարբեր պատգամավորներ քաղաքական գործունեի, բայց հիմնական պատգամավորներ մուտք ունեին, անընդհատ գալիս էր մենք գեղամը գալիս էր Մանուկյան, տես կիսակրտնած բան, ասում եմ ուրաս, ասում եմ Սրբազանի մոտ էի գնացել։ Մատուր էր։ Անկամ կա այդ խոսակցությունները, թե ինչպիսի կերակուր էր պատրաստում հատուկ։ Այո, եւ իմիջիայլոց ասեմ, բայց չշեղմեմ թեմայից, հետո այս ասելիքս վերջում կասեմ։ Զուտ կատակի իմաստով էլի հումորային մեր անցկացրած ճանապարհի մասին ինչեր են ասում։ Ուրեմն հիմա եթե իրենք չեն վերցնելու, բնականաբար մնալու է շատ կազմակերպված այս ամբողջ եղած ուժերը անկախ նրանից խորհրդարան անցել էին, չէին անցել, ամբողջ այդ մտավոր կարողությունը անկեղծ իրենց ամբիցիաները մի կողմ դնելով պետք է դառնա մի հատ մեծ հսկայական ալիք, մոռանան անուններ, կուսակցություններ, մեկ եռագույն դրոշակով, մոռանան բոլոր անունները, մոռանան բոլոր ես ասեցին, ես չասեցինները, մոռանան դու ես արել, դու ես արել, մոռանան, որ իրենք ընկերներ եղած ժամանակ պատերազմ են հաղթել, խաղաղության ընկերներ եղած լինելով պատերազմ են հաղթել, խաղաղության մեջ իրարից բաժանվել են։ Այս բոլորը պետք է մոռանալ։
Երկու նախագահներին է ուղղված կոչում։ Բոլորին մենք չենք անցել, շատ մարդիկ չեն գնացել։ Վերցրեք, տեսեք ով որ ճամբարում է գտնվում։ Վազգեն Սարգսյանը այդքանի ընկերներ է ունեցել։ Ուր են դրանք, օրինակ։ Մի մասը Եվ քրեական։ ընդհանուր մեր պատկերն եմ ասում, պատերազմով անցած մարդիկ, ընկերներ, հարազատներ, իրարից արյուն տված, արյուն վերցրած մարդիկ խաղաղության մեջ հանկարծ հակառակ ճամբարներ, թշնամություններ։ Ինձ համար սրանք անհասկանալի են եւ անհասկանալի չեն, բայց այդ օնդը այս բոլորը պետք է մի կողմ դրվի։ Զոհասեղանի վրա մեր ապագան է։ Ես պատահական խոսք չեմ ասում, մեր կյանքն է ամբողջության մեջ, էութենապես։ Մեր քաղաքակրթական գոյությունն է այս աշխարհի վրա, բոլոր առումներով։ Եվ եթե դա արժեք չի, թող դուրս գան ուղղակի։ Քաղաքականություն կոչվածից թող հեռանան, բոլորը։ Թող ճանապարհը բաց թողնեն, ասելով, որ մենք գնացինք, մենք չենք կարող, մենք չենք ուզում, կամ հնարավոր չի այլևս, եւ թող իրենք պարզապես ասեն, որ այլևս անելիք, բայց ես այդպես չեմ հավատում, որ իրենք չեն կարող եւ իրենք այդպես մտածում են։ Ես չեմ հավատում դրան։ Միայն խնդրում եմ, հորդորում եմ, խնդրում եմ, թողեք ամեն ինչ։ Կուսակցական ինքնություն, չգիտեմ ինչ, սա, նա թողեք, դրանք ավելի մեծ չեն, քան մեր կյանքն է, քան ձեր գաղափարական պայքարն է։ Եվ հետեւաբար, եթե մանդատները դնելու են, ուրեմն սա մեծ շարժում պիտի դարձնեն։ Բոլոր հնարավորությունները կա դրա համար։ Եթե չեն դնելու, ուրեմն խորհրդարանը պետք է դառնա մեծ շարժում։ Իրավունք չպիտի տան այդ մարդկանց խորհրդարանական աշխատանքի միջոցով եմ ասում, գործելու։ Դրա բոլոր ձևերը կան, օրենսդրական նախաձեռնություններից սկսած մինչև հազար ու մի այլ բաներ։ Վերջը, եթե ընդունում ենք, որ պարլամենտարիզմը, որը շատ կասկածում եմ, ես մեր տեսած փորձի վրա, այդուհանդերձ ուրեմն, եթե ընդունել են, որ պետք է գնան խորհրդարան, անկախ նրանից արդյունքները կհամարեն լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ այլն, արդյունավետության տեսակետից պիտի չափեն անելիքները։ Իսկ մի բան էլ ասեմ, որևէ մեկը, եթե ասում է հնարավոր չի, կամ հնարավոր է կամ ոչ, սխալվում է։ Մենք հարցադրումը պիտի անենք անհրաժեշտ է կամ ոչ։ Այս իշխանափոխությունը, այս իշխանության հեռացումը, այդ փոփոխությունը կյանքի ամբողջությամբ։ Հարցադրումը ինչպես դրեցինք որպես սկիզբ, այդպես էլ կհասնենք վերջին։ Հնարավոր է, անհնարը լիքը հարցերի տեղեր է բացում։ Անհրաժեշտ է կամ ոչ անհրաժեշտ, այո ոչ է։ Եվ ըստ այդմ գործողություն։ Հիմա ես պարզապես իմ խնդրանք հորդորն է, այդ հարցադրումը այդպես դնեն իրենք ու շարժվեն առաջ։ Ինչ որ անելու են։ Չգիտեմ, պետք է վերածվի շարժման։ Այո, միանշանակ, թե ներսում, թե դրսում։ Ինչպես ուզում են, եթե կդնեն մանդատները, չեն վերցնի, ես հակված եմ, որ անեն, բայց ինչ արդյունք կտա, չգիտեմ։ Այսինքն, օրինակ չվերցնեն, ինչ արդյունք կտա։ Դի զգացմունքից դուրս գանք մի բան։ Կամ վերցնեն, ինչ արդյունք կտա, էլի պիտի զգացմունքից դուրս գանք։ Այսքանն եմ մտածում, ես չգիտեմ, ես ավելի ասել եմ, չարիքի հետ մրցանքի գնալ չի կարելի։ Ես առաջին օրվանից դա ասել եմ, դա էլ ընդունել եմ։ Ճակատել չի կարելի։ Չարիքը պետք է միշտ կողքը մնա, ինքը ինչ ուզում է ասել, դու քո ասելիքներով պիտի առաջ գնաս։ Վերջ, երկրորդը, այն որ ուզում է ասել, հումորի բաժին է։ Ուրեմն քանի որ 3 սրբազանով ենք Կալանավայրում նախ կատակ էին հանել, հումոր էին անել, հետո պաշտպանները ասեցին, որ այլևս այստեղ կոչվում է սրբազոն։ Գնում ենք սրբազոն։ Ասում են լավ, շատ լավ։ Ու ասում ենք, այստեղից դռնից դուրս գալուց
թիկունք դարձած խաչակնքելով են դուրս գալիս կամ դրսում մեքենաները բաներ մարդիկ որ անցնում են ասում են աղացի մոտոր ասում են խաչ դուր խաչակնքի որտեղ այստեղ ավելի շատ սոցիոլոգիական քան եւ սա էր առիթից օգտվելով նաեւ ուզում եմ պաշտպաններին մեր գնահատանք ու շնորհակալություն իրենց կռիվը չի վերջացել դեռ այս ճակատի վրա մեր գործի իմաստով եւ վստահ եմ որ իրենց այդ նվիրումով եւ իրենց գիտեք միշտ ասել եմ շատ մի խոսեք այդ դատարանում այդ բարձրագույն ձեր արժեքները ներկայացնելով փաստերը բաները եւ այլն մարդ զմայլվում է ուղղակի իրենց ներկայացումներից եւ դիտում ես ասենք միջազգային բարձր ատյանների խոսք ներկայացված ինչու եմ ասում շատ մի հոգնեք այդ թեմա որովհետեւ ամեն ինչ հստակ է մեր դատարանում ամեն ինչ բարձր եւ խնդիրը այնտեղ չի լուծվում է իրականում բայց որոշումների նկատի այո հարցը այնտեղ չի լուծվում ոչ մի ձևով բայց մեր պաշտպանները այնքան մարտիկներ են նվիրյալ մարտիկներ որ երբեք այդ իմաստով իրենց պրոֆեսիոնալիզմի զիջում չարեցին անկախ նրանից թե ինչքան հույս ունեին ցածր որակի են վերել իրավաբանությունը այսօր Հայաստանում ես իրենց առաջարկել եմ ասել եմ այդ ճառերը խնդրում եմ պատրաստեք մի հատ գրքույկների վերածեք հիմա դեռ չի վերջա դեռ արժևում էլ կա բարձա բայց մինչև հիմա եղածներ գոնե որպես դասական օրինակներ թե երկրում ինչ էր տեղի ունենում եւ նաեւ ինչպես պետք է եւ ուր ասանք անհավասար պայմաններով խոսել ու կռվել դրա դեմ Փաստացի գործի շրջանակներում եթե ես չեմ սխալվում բոլոր մասնակիցները կալանավայրում այս բանին չեն գտնվում մի տարի տերորիստներից 15 քանի հոգի 4 ձեր ահաբեկչական ցանցից բոլորը կամ տնային կալանքի տակ են կամ վարչական զգովություն 4 հոգին տերորիստներից գտնվում են տնային կալանքում լավ տերորիստ չասեմ ահաբեկիչներից գտնվում են տնային կալանքում 14 հոգին ազատման են գալիս քաղաքում պատտվում են որպես ճանաչված մի ահաբեկչություն ճանաչված ու ծանրակշիռ ահաբեկիչներ ման են անցել դատի խայտարակություն ամոթ ուրեմն սա էլ ասեմ երևի ամփոփենք մի դրվագ ընդամենը ամիսներով ես քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ինձ ձեռքով գրված բան կա, ահաբեկչության պլան։ Ամիսներով չպատասխանեց։ Դա ասել էր Աննա Գրիգորյանը, պատգամավոր։ Մինչև Գեգամ Մանուկյանի պնդելուց հետո ասեց, ես որ ասել եմ իր ձեռքով գրված, դա չի նշանակում, որ իր ձեռքով գրված։ Ուրեմն անհասկանալի մնաց։ Բա ինչ է նշանակում։ Նշանակում է 18%-ից մեկն է գրել անգլերենով, գրել որ Պիտի արշավենք Թուրքիա, 40 կիլոմետր մուտք գործենք Թուրքիա, 24 ժամ ռմբակոծենք։ Ինչը Թուրքիան։ Այո։ Ադրբեջանցիներին պիտի 150,000-ից 250,000 չեմ չափազանցնում։ 150,000-ից 250,000 ադրբեջանցի քաղաքացիական բնակչություն գերեվարենք։ Այո, մնացածները չեմ ասում։ Դրանից հետո ուղղակի այդ գրողին, որ իրենք համարում էին եսը, պետք է տանեին հոգեբուժարան։ Շատ արագ ընդորում։ Լավը որ հաստատում եք։ Երկրորդ, բայց հիմա գամ այս թեմային։ Ոսկե ձեզ չի վերաբերում այդպեսի բան գրողի։ Ես ինձ եմ ասել եմ, եթե ես եմ, դուք կարծում եք, որ ես եմ գրել, ես ինչ գործ ունեմ կալանավայրում, իսկ պիտի տանեք հոգեբուժարան։ Եվ հոգեբույժներ դնեք երկու կարևոր շատ ծանրակշիռ եւ մի կարևոր հոգեբան, որ տևապես հասկանան ինչը տեղի ունի։ Մարդու ինչ կատարվեց։ Այո, իմ մտքում ինչա տեղի ունի։ Բայց հիմա դրա մասին չեմ ուզում ասել։ Ուրեմն տեսեք, ծերագիր նայեք էլի շատ գեղեցիկ։ Այս ամբողջ գործի փաստացի ծավալը 80%-ը, եթե ես սխալվում եմ, պաշտպանները կուղեն։ 80%-ը այսպես կոչված զայնագրություններ են, որի կեսը չի լսվում։ Կեսը գրածա չի լսվում։ Ուղղակի հարցանագրը չի լսվում։ Եթե մի էջել լիներ, բավարար էր այդ հատորները թափել։ Բայց ամեն դեպքում գրվածը չի լսվում։ Ձայնագրություններն են հիմքը, այսպես կոչված, ապացուցողական, հռչակավոր։
Սրանց վրա փորձակնություն չկա։ Չկա։ Ով է խոսում, ինչու է խոսում, ենթադրելով ես եմ, մյուսն եմ, եկելն է։ Okay։ Չկա փորձակնություն։ Ուրեմն բերել են որպես փորձակնություն որսորդական հրացաններ օրինական, փաստաթղթով, որսորդ միության անդամ, կրակած ինչ որ պարկուճներ, ինչեր անծուխ այդ դիմկաները այսպես կոչված։ Չէ, անծուխ վառոդ կամ անծուխ, չգիտեմ ինչ էր, որ իբր մեր տղաների տան, ասենք գնդապետ Իսրայելյանի պետական տրված պարգև ատրճանակը, մյուսի որսորդական հրացանը, որ որսորդ միություն։ Հիմա բերել են սա թեմա։ Եվ ինչ են ասում, փորձակնությունը Այս ինքերի վրա փորձակնություն են դրել եւ ընդ որում վճարովի 160,000, 180,000 ամեն մեկը հարցաձայնագրության վրա փորձակնություն չկա։ Հիմա դուք ասեք ինձ, սա նորմալ է, եթե չասեմ աբսուրդը։ Խաբեություն չէ, խաբում են։ Հիմա մեր պաշտպաններն էլ այս թեմատիկայի մեջ ամեն գնով փորձում են հասկացնել, փոխադրել, այլևս ոչ դատարանին, այլ հանրությանը։ Որ սա է process-ը, որը այստեղ տեղի չի ունենում։ Վերջին հարցը Սրբազան։ Բայց ոչ, վերջին հարցը այսօրվա վերջին հարցը։ Ձեր անձնական զգացողություններից եմ ուզում հարց տալ։ Երբ որ դուք Կիրանցում լավ հիշում եմ, գալիս էի տեսնում էի լուսաբանում էինք 4-5 վրաներ էսպես, մի քանի տասնյակ մարդ եւ մի քանի տասնյակ հազար կարելի է ասել չարախնդացող թե ինչով են զբաղված, այդ ժամանակ վստահ եք ձեր գործողությունների մեջ։ Հետո այդ ձնագնդիկի էֆեկտով եկավ հասավ այդտեղ, որ ձեր մոտ աուդիենցիայի արժանանալը, ուղղակի ժամանակ գտնելը կարող էր մի քանի ժամ տևել, թե ինչքան մեղքով։ Հա, ինչքան մարդ կար դիմացի եւ այլն, հա, անգամ բան էին անում, այսպես կատակով ասում էին, մեկը չբերայք, էլա օրհնություն ախնդրում Սրբազանը, չգիտեմ, օրհնի, մեկը էս, մեկը եւ այլն։ Այսքան շատ հումորներ կային, որ չգիտեմ, դրական ջինեք էլա թե չի ասել։ Որոշները այո։ Երբ որ գնաց դեպի բանը, նվազումը, շարժումը եւ այլն, էլի բազմաթիվ մարդիկ, որոնք այդ բային ձեր օրհնության կարևանն էին, այսպես կամ հայացքն էին փնտրում, սկսեցին չարախնդալ, թե այս ինչ անում են եւ այլն եւ այլն։ Այս տարիները ձեր մեջ այդ վերաիմաստավորումը բերեց, դուք նկատեցիք, հասկացաք դա։ Մարդկանց գնահատելու բացարձակ այ անշուշտ։ Բայց ես չեմ նեղանում դրանցից։ Մարդիկ կարող է զարմանան, այո, ես միգուցե այլևս անելիքներս իրենց հետ չանեմ, որևէ նկատի ունեմ, չգիտեմ դուք ում նկատի ունեք, ես պատկերացումների լայն շրջանակով իրենց համար կանեմ, բայց իրենց հետ միգուցե ոչ։ Նորմալ է։ Բայց չեմ նեղացել ոչ մի բանից։ Ես եմ արել դա։ Իմ պատասխանատվությունն է։ Անկախ նրանից կչարախնդան, կուրախանան կամ կցավեն կամ ինչ ասեմ, երջանիկ կլինեն կամ ոչ։ Դա իմ շուրջն է, ես եմ արել, ես եմ պատասխանատվությունը իմն է, իմ բաժինն է, իմ կենսագրության բաժինն է դա։ Ինձ ոչ ոք ոչ մղել է, ոչ էլ հետ է պահել։ Եվ ոչ ոքին էլ ես ոչ մղել եմ դրան, ոչ էլ չգիտեմ ինչ եմ արել։ Ես ասել եմ, սա մեր ճանապարհն է, ովքեր որ կան, ովքեր որ կարծում են, որ ճիշտ է, թող քայլեն այս ճանապարհով եւ ուրախ եմ, որ լեցուն մարդ այսօր էլ ինձ հետ դատարանում գտնվող գոնե 18 հոգի մարդ ուղղակիորեն որպես առաջին գծի մարտիկներ կանգնած են եղել մինչև վերջ։ Սա օրհնություն է ինձ համար նաեւ։ Դժվար է, ես կնախընտրեի մենակ լինել, որ այդ մարդկանց կյանքը չխախտվեր, ոչ երեխաների, ոչ այն։ Եվ ես ներողություն եմ խնդրել դրա համար։ Իրենցից էլ, իրենց ընտանիքներից էլ, թե հրապարակային, որից չեմ էլ քաշվում։ Թե մասնավոր իմաստով։ Եվ ինչու պիտի քաշվեմ։ Բայց իմ կենսագրությունն է սա, Նարեկ ջան։ Էլի պիտի բերեմ օրինակը։ Եվ ամերիկյան թերթերից մեկը շատ լավ էր գրել դա։ Որ ծաղկազարդ հաջորդում է խաչելություն
Այստեղ է խնդիրը։ Խաչելությունը հարության գնալու է, թե գերեզմանում մնալու է։ Ես հարության հավատացող եմ։ Գերեզմանին չեմ հավատում։ Եվ ինձ ոչ ինձ համար, ոչ ես գաղափարի համար, ոչ ընդհանրապես արդարության պայքարի համար գերեզման գոյություն չունի։ Չկա։ Ինչպես Մարգարեներն են ասում, ինչպես Առաքյալն է ասում, ուր է քո խայթոցը, ուր է քո հաղթանակը։ Չկա նման բան։ Ես հարության հավատացող եմ։ Իսկ դրանից ոչ ոք չի կարող ինձ զրկել։ Շնորհակալ եմ Սուրբազան։ Ես եմ շնորհակալ։ Հա, շնորհակալություն։ Տնային կալանքի պայմաններում մեզ հյուրընկալելու։ Տնային ազատության։ Տնային ազատության պայմաններում, կալանքի պայմաններում համենայն դեպս Սողոմոն իմաստունի մատանիրա գրված էր սա էլ կանցնի, չէ՞, եթե չեմ սխալվում։ Իմ մատանու վրա էլ սուրբ ընտանիքն է։ Սիրելի երթադիտողներ, մենք բավական երկար զրուցեցինք Բագրատ arczepiskopos Գալստանյանի հետ, զրուցեցինք բազմաթիվ ու բազմապից թեմաներից, Սրբազան հայրը իսկապես շմերժեց մեր խնդրանքը եւ այս պայմաններում հնարավոր պայմաններում ժամանակ գտա, որպեսզի մենք կարողանանք անցկացնել այս հարցազրույցը։ Իմիջայլոց ասեմ, սա շատ խորհրդանշական էր, որովհետեւ եթե ես չեմ սխալվում եւ կարծեմ չեմ սխալվում, վերջին զրույցը մենք ունեցել ենք միասին։ Այո, իրար հետ ենք եղել։ Տաթևի բանկում։ Այո, Տաթևի բանկում վերջի զրույցն էր։ Եվ հիմա առաջին զրույցն է տեղի ունենում։ Տաթևի բանկում զրուցեցինք, դրանից առաջ եկել եք մեր մոտ ինտերվյու, որ Տաթևի բանկում մեծ ինքնության հարցերով զրուցեցինք Նժդեի սենյակում, խոսեցինք եւ այլն։ Հետո տեղ ունեցավ ձեր կալանավորումը, հիմա Պարտիրոջ այլևս այսպես կարողանում անել։ Բնական տրամարությունը շարունակվում է։ Խորհրդանշական է։ Կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։